Բարեձեզ, շնորհակալ եմ։ Գիտեք, ես ծնունդով Զանգակատնից Պարուսևակի հարևանն եմ, հենց հող ու ջրով, էլ մեր տան ցանկապատը հենց նրանց ցանկապատին է հարևան, եւ տեսնում եմ, որ այնուամենայնիվ գրականությունը շատ հզոր լիցքեր ունի։ Մեր գյուղից Զանգակատնից գիտնականներ կան, դոկտոր, պրոֆեսորներ եւ այլն, բայց նրանք ճանաչված չեն։ Նրանց անունները, որ ասեմ, երևի շատ քիչ մարդ կճանաչվի։ Ասենք Նազարյան Խաչիկը աշխարհագրի համալսարանում երկար տարիներ դեկան է աշխատել, 30 տարի ասենք։ Բայց ասենք այդ անունները այսօր էլ քիչ չեն ճանաչվում, բայց Պարուշ Սևակը, որ գրականության լեզվով խոսեց, Պարուշ Սևակը, որ պոեզիայի լեզվով խոսեց, ամբողջ աշխարհում մեկ ճանաչելի դարձավ եւ կմնա այդպես, հասկանում, այսինքն գրականությունը հզոր լիցքեր ունի եւ հիմա այս հողի վրա է կանգնած Աբգար Ափինյանն իր համահայկական գրողների միությունով, որ կարող է իսկապես շտկել իրավիճակը, փոխել իրավիճակը մեր երկրում։ Իսկ դա շատ կարևոր է, հասկանում եք, որովհետև թեկուզ ես գիտեմ Աբգար Ափինյանը միշտ ասում է միայն սիրով խոսենք, հանդուրժենք իրար, բայց առանց քննադատական խոսքի էլ չի լինում, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանում այսօր այնպիսի իրադարձություններ, այս վերջի 5 տարիներին գոնե այնպիսի իրադարձություններ կատարվեցին, բայց կար Հայաստանի գրողների միություն, կար գրական թերթ, նրա օրգանը, բայց ոչ մի ձայն, ոչ մի, մենք հայրենիքի կորուստ ունեցանք, մեր կորուստը այս 5 տարի շարունակվում է, հասկանում եք, մեր երկիրը գնում է դեպի նսեմացման ճանապարհով, բայց չկա այդ ձայնը, ուր է, ասենք, դա չէր կարող լինել, ասենք, Հայաստանի գրողների միության դեպքում դա չէր կարող լինել Պարուշ Սևակի, Վահագն Դավթյանի, Համոսայանի եւ ուրիշների պարագայում, հասկանում եք, նրանք չէին թողնի, որ մեր հայրենիքը այսպես նսեմանար, մեր ժողովուրդը այսպես խեղճ ու կրակ, այսպես ճորտացված, ստրկացված ապրեր։ Այ հիմա որ համահայկական գրողների միությունը ձայն է հանում, այսպես ակտիվացնում է մթնոլորտը, գրական մթնոլորտը, սա ուրախալի է, սա պետք է տանել դեպի մարզեր, հասկանում եք, դա պետք է տանել գյուղերը, մեր գյուղերն ավելի խեղճ վիճակում են, հասկանում եք, գրողի կարիք ունեն, գրողի խոսք ունեն լսելու, որտեվ այդ խոսքը չկա, չի լսվում, էլի եմ կրկնում, հիմա ասենք ենթադրենք Հայաստանի մի որևէ մարզից, Վայոց ձորից ասենք, ուզենան գրողի խոսք լսեն, նրանք ումը դիմեն, Միլիտոնյան Էդիկին, չկա այդ միությունը չկա, հասկանում եք, չի գործում, այդ թերթը չկա, նրանց համար միևնույն է Հայաստանի ճակատագիրը, հասկանում եք, այ գոնե հիմա այս զուգահեռի վրա, որ կա համահայկական գրողների միությունը ուրախացնում է, անկեղծորեն, ես թեկուզ անգամ կարող է չմասնակցեմ այս հանդիպումներին անձամբ, բայց որ լսում եմ, տեսնում եմ, կարդում եմ, շատ եմ ուրախանում, ասում եմ, ի վերջո մի ձայն կա, գրողական ձայն, հասկանում եք, մի գրական կազմակերպություն կա, որ ձայն է անում, ասում է պետք է հայ ժողովուրդը չխեղճանա, հայ ժողովուրդը պետք է իր հայրենիքի տերը լինի, հասկանում եք, պետք չի անդադ նվաստացման ուղիով գնալ, 5 տարի շարունակ կապիտուլյացիան շարունակվում է, հայ ժողովրդի կապիտուլյացիան իր թշնամիների առաջ, շարունակվում է, եւ թող չասեն, ասեն ուրիշ ելք չկա, ելք միշտ կա, չի կարող ստրկությունը համարվել ճանապարհ, դա չի կարող այդպես շարունակվել, հասկանում եք, ելքը պիտի մենք ստեղծենք, մեր կազմակերպություններով, ոտքի կանգնենք, անենք, ակտիվացնենք հանրությանը, հայ ժողովրդին ակտիվացնենք, այս միջոցառումն էլ ես այդ կոնտեքստում եմ տեսնում, որ ակտիվացնենք մեր ժողովրդին, նրան ներշնչենք վեհ արժեքներ, վսեմ արժեքներ, որ նա չմտածի, որ ճանապարհը միայն ստրկություն տանող ճանապարհն է, ոչ, այդպես չէ, հասկանում եք, ես որ դաստիարակված եմ եղել Պարուշ Սևակի պոեզիայով, ես շատ ըմբոստ հոգի ունեմ, հասկանում եք, չի կարող հայ ժողովուրդը խեղճանալ, չի կարող գնալ դեպի լրիվ հատակը, հասկանում եք, սա աննորմալ ճանապարհ է, որ մենք չէինք կարող պատկերացնել, ով կարող էր 7 տարի առաջ, 8 տարի առաջ պատկերացնել, որ հայ ժողովրդի այս նվաստացման ճանապարհը, նաև ֆիզիկական ոչնչացման ճանապարհը այսպես կարող է լինել, հասկանում եք,
աննորմալ բան կատարվեց մեր հայրենիքում եւ ձայն չեն հանում մտավորականները, մտավորականությունն առհասարակ ձայն չի հանում, սա շատ վտանգավոր է եւ այդ լռության մեջ լավ է որ հնչում է ուրեմն համահայկական գրողների միության ձայնը, որի համար շնորհակալ եմ, շնորհակալություն ձեզ պարոն Աքիմյան